Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Մայիս 28-ին Հայաստանի մեջ նշվեցավ Հանրապետության տոնը, 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Հայ-ժողովուրդը վճռականայով սավքոյության իրավունքին, ծանր մաքարումներ ու քնով Բաշապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսեի հերոսամարտերով ցերկ բերվեցավ երկասպացված պետականությունը։ Տոնին արդի վարչապետ Նիգոր Փաշինյանը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Վարչապետը ուղերձ մղեց նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը պիտի դառնան Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները։ Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության, առաջին հանրապետության հիմնադրման հետ։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետայած վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել եւ մարսել մի քանի առանցքային իրողություն։ Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2. 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք,
քան երբևէ։ Իրողություն թիվ 3 Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Իրողություն թիվ 4 Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը, եւ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած հնարավորությունները։ Իրողություն թիվ 5 Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հարության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են այս իրողության հանրային եւ անհատական գիտակցման եւ այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Ազատության եւ պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե ազատության եւ թե պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության կատարման որակն ու այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած հարազատությունը յուրաքանչյուր քաղաքացու ազատության եւ բարեկեցության երաշխիքն են։ Հենց այս իրողություններն է արձանագրում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդգծելով հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ, անհատական ջանքով հարստացիր եւ հարստացրու, այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց, Հայաստանը իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ եւ սպաներ, հարգելի ներկաներ։ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագիծը համաձայնեցված եւ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է տեսանելի կերպով եւ այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի եւ աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ կենսաբազմազանության կողմերի COP17 համաժողովը սրա տեսանելի ապացույցն են։ 2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում
բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի հետ։ Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն։ Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է։ Ֆրանսիայի եւ Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հանրապետությունն ու ժողովրդավարությունը իրողություն են։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրողություն է։ Ինքնիշխանությունը եւ անկախությունը իրողություն են։ Պետությունը իրողություն է եւ մենք պետք է գնահատենք եւ փայփայենք այս ձեռքբերումները։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։ Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումը ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը Հայաստան բերած էր Սլովակիո վարչապետը, Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարը, ինչպես նաև Մոնտենեգրոյի, Հունգարիոյի եւ շարք այլ երկրներու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովին իր ունեցած ելույթին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատած է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնած են խաղաղության պայմանագրի փոխանցության շուրջ եւ ինք պատրաստ է այն ստորագրելու։ Փաշինյանը խոսած է նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին։ Իր ելույթի մեջ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը շեշտած է, որ այսօր միջազգային կարգը լրջորեն սասանված է եւ աշխարհը կանգնած է անորոշության առջեւ։ Անընդգծած է, որ Հայաստանը կմնա հավատարիմ հարևաններուն հետ հարաբերություններու կարգավորման, փոխադարձ հարկանքի եւ տարածքային ամբողջականության պահպանման հիմքին վրա։ Երևանյան երկխոսություն 2025 երկօրյա միջազգային համաժողովը մեր երկիր բերած է Սլովակիո վարչապետը, Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարը, Մոնտենեգրոյի արտաքին եւ եվրոպական գործոց ողջ վարչապետերը, Հունգարիո արտաքին գործոց նախարարը, տարբեր երկրները բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ։ Վարչապետ Փաշինյանը ելույթը սկսած է խաղաղության ուղերձով, հիշեցուցած է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական տեսքի բերած են խաղաղության համաձայնագրի փոխանցությունը։ Աննկատել դված է, որ ինք պատրաստ է ստորագրելու փաստաթուղթը, ինչ որ Բաքուն ադորը ստորագրման համար երկու պայման հարաճ կաշած է։ Անոնց մե առաջինը ՀՀԳ Մինսկի խումբի գառույցներու լուծարումն է, որ հարթակ էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հագամարտության հարցով բանակցություններու համար։ Պետք է ասեմ, որ Մինսկի խումբի լուծարման օրագարկը ընդունելի է մեզի համար։ Մյուս կողմէ գուզենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը այն չէ, որ իր դարածքին հագամարտությունը փակե եւ զայն արդահան է Հայաստանի դարածք։ Վարչապետը մատնացույց ըրած է, որ Բաքուն Հայաստանի դարածքի 60%-ը սկսած է անվանել արևմտյան Ադրբեջան, մինչդեռ Հայաստանի դարածքին չի գնարել լալ արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանը հերթական անգամ փաստարկներով հերկած է Ադրբեջանի գեղձ բնդումները, նաև գրկնած է, որ Երևանը առաջարկած է նույն օրը եւ նույն վայրը ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ թիմել ՀՀԳ Մինսկի խումբին զայն լուծարելու համար։ Ադրբեջանի բարձրացուցած հաջորդ խնդիրը կապված է Հայաստանի սահմանադրության թրույթներուն հետ։ Peace agreement between Armenia and Azerbaijan Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը գլուծե բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը գրնա ունենալ եւ ունի ներկայիս, ուստի Ադրբեջանի բարձրացուցած խնդրին լուծումը պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե չստորագրելը։ Գուզեմ գրգին բարձապանել, հնարավորություն չկա, որ չգադարվին Ադրբեջանի ակնկալիքները, եթե ստորագրվի պայմանագիրը։ Հատկապես երբ մենք կտեսնենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան որոշ դարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը առանցին չենք բարձրացուցած, քանի որ համարած ենք, որ պայմանագրի համաձայնեցված փոխանցության մեջ այդ խնդիրը կհասցեակրվի։ Վարչապետը հավելած է, որ խաղաղության համաձայնագրի մեջ կա նաև գեդմը, որմով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչած է միմյանց տարածքային ամբողջականությունը եւ հետագային չեն գրնալ որևէ տարածքային պահանջ ունենալ միմյանց նկատմամբ։ Համաձայնագրի մեջ կա նաև գեդմը, ըստ որում կողմերը չեն գրնալ իրենց ներբեդական օրենսդրությունը վկա է կոչել ու չկատարել պայմանագրի թրությունները։ According to Armenia's legislation, ըստ
Հայաստանի օրենսդրության համաձայնագիրը ըստորագրել է ետք մենք բարդավոր ենք զայն ուղարկելու սահմանադրական դատարան, որբեսի ըստուգենք անոր համապատասխանությունը Հայաստանի սահմանադրության։ Եթե վերջինս որոշե, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի փոխանցագությունը չի համապատասխաներ երկրի սահմանադրության, ապա մենք պիտի ունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ։ Պետք պիտի լա որոշում կայացնել։ Այդ բարակային ես պիտի նախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը եւ պայմանագիրը պետք չէ փախցվին։ Եվ պետք է փորձենք համոզել մեր հասարակությունը, որ այդ փոփոխությունը կդարվի դեվական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե սահմանադրական դատարանը որոշե, որ այդ փաստաթուղթը ամբողջությամբ կհամապատասխանի Հայաստանի սահմանադրության, ապա այդ բարակային որևէ խոչընդոտ պիտի չլա այդ փաստաթուղթը վավերացնելու ազգային ժողովեն ներս, որ մեծ անիգացերք պիտի բերե ամենեն բարձր իրավաբանական ուժը Հայաստանի մեջ։ Փաշինյանը դեղեկացուց, որ նախորդ դարի Հայաստանն ու Ադրբեջանը գրցան ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովներու գործունեության կանոնադրությունը, որ երկու պետություններու միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է։ Վարչապետը ներկայացուց, որ նախորդ տարվան սեպտեմբերին Հայաստանի բարձրագույն դատարանը նշած է, որ այդ կանոնադրությունը եւ անոր հիմքի մեջ դրված Ալմա-Աթայի հռչակագիրը ամբողջությամբ կհամապատասխանի մեր սահմանադրության։ Տարածաշրջանային խաղաղության եւ բարեկեցության համար շատ կարեւոր է խաղաղության խաչմերուկ նախագիծը, նշեց Փաշինյանը։ Այս նախագիծի շրջանակներն Հայաստանը առաջարկած է հստակ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիներու երկկողմանի, միջազգային եւ տարանցիկ շարժումի համար բանալու նպատակով։ Crossroads of Peace project Խաղաղության խաչմերուկ նախագիծը քանի մը կարևոր սկզբունքներու վրա հիմնված է։ Ադոնք են դարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, այն պետություններուն, որոնց դարածքներ են գանցնին ճանապարհները, հաղորդակցության ուղիները եւ փոխադարձությունը, որ նույնպես շատ կարևոր սկզբունք մնե այս նախագծին համար։ Գրնակ տեսնել, որ ասիգա շատ կարևոր նախագիծ մնե։ Հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաներու ճգնաժամերը։ Ադրբեջանի եւ Թուրքիո հետ մեր ճանապարհները երբ բացվին, նոր հնարավորություններ պիտի ստեղծվին գաբելու արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին։ Փաշինյանը նկատել դեպա, որ այս հարցին կապակցությամբ Ադրբեջանի կողմի արգայի որոշակի վարանում։ Armenia is ready. Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերեն Նախիջևան Հայաստանի դարածքով բեռնափոխադրումներ կազմակերպելու։ Մենք որևէ կասկած չունենք։ Շոկեգարքները Ադրբեջանեն գրնանքալ, անցնել անձնակրային սահմանային վերահսկողութենեն եւ հասնել Նախիջևան, մնալ այնտեղ եւ հագարակուղությամբ վերադառնալ։ Հայաստանը հստակ առաջարկ ունի ապահովելու այս գիծը։ Մենք ասինք Ադրբեջանեն Ադրբեջան Հայաստանի դարածքով եւ Հայաստանեն Հայաստան Ադրբեջանի դարածքով, հարկելով երկու երկրներուն դարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։ Այս առաջարկը պաշտոնական է, սեղանին վրա է, եւ որևէ բահու, երբ Ադրբեջանը համաձայնի, մենք պատրաստ ենք մուտք գործելու այս գործընթացի իրագործման փուլ։ Վարչապետը շեշտեց, որ տևական եւ գայուն խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման վրա եւ ես կվստահեցնեմ, որ ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական անձնակազմը պատրաստ ենք հարաճ շարժելու եւ ստանցնելու պատասխանատվության մեր բաժինը դեպական խաղաղություն ունենալու մեր դարաձաշրջանեն ներս, հարկելով իմ նշածս սկզբունքները։ Իմ համոզմունքն այն է, որի հեջուկս բոլոր փաստարկներուն, բոլոր սադրանքներուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բادرազմ պիտի չլա, այլ խաղաղություն պիտի լա եւ ասիգա միանշանակ է։ Իր ելույթի մեջ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը խոսեցավ աշխարհի մեջ տեղի ունեցող դեպքերուն մասին, ընդգծելով, որ մարդկությունը այսօր կանգնած է մեծ անորոշության առջև, բայց ասիգա աշխարհի վերջը չէ։ International consensus is fraying and rising Միջազգային հարաբերություններու ընդհանուր հայտարարը կխաթարվի աջող աշխարհակաղակական լարվածություններու լույսին ներքո։ Հյուլեական սպառնալիքներով ռետորապանությունը գրգինի հայտ եկավ համաշխարհային խոսույթի մեջ, վերագենթանացնելով անցյալ տարու ամենեն խոր վախերը։ Աշխարհը իր աշխարհակաղակական, տնտեսական, արհեստագիտական, կլիմայական եւ երկրաշարժակայունության փոփոխություններուն արդյունքով փոխակերպելու մեջ է։ Երբեմնի գայուն միջազգային գարկին հիմքերը լրջորեն սասանված են, հայտարարեց Միրզոյանը։ Միջազգային իրավունքին սկզբունքները ներառյալ տարածքային ամբողջականությունն ու սահմաններու անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբություն կհամարվեին, այսօր իրենց կշիռը գործընծուցած են։ Ցեղազդումները այլևս հերավոր սարսափ չեն։ Անոնք դեղի կունենան մեր իսկ աչքերուն առջև եւ մենք անոնց ականադես եղած ենք անմիջականորեն մեր սահմաններուն վրա։ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը նույնքան հանձնարարու է նպաստելու ընդհանուր մարտահրավերներուն դիմակայելու համաշխարհային չանկերուն։
Armenia's vision is clear. Հայաստանի դեսլագանը բարձ է, ղեկավարել հարաբերությունները մեր երկու հարևաններուն հետ, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դիագադար հարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջներու բացառմամբ եւ խորացնել ավանդապար բարեկամական հարաբերությունները մյուսներուն հետ։ Մեր տարածաշրջանեն ներս մենք պիտի կատարենք որոշիչ ընտրություն կառուցելու աբակամը, որ ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավադեսությամբ եւ հույսով լեցուն դեսլագանով խարսխված իրական հնարավորություններու վրա։ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիա վարչապետը իր ելույթի մեջ անդրադարձավ համաշխարհային հագամարտություններուն ու Հայաստանի հետ հարաբերություններուն։ Հայաստանը Սլովակիա հիմնական արևդրական գործընկերն է, այս տարածաշրջանին ներս նշեց ան։ I want to give an additional Գուզեմ լրացուցիչ խտան հաղորդել մեր արևդրական փոխանակություններու ընդլայնման մասնավորապես հյուրերական ուժագայանի, պաշտպանության եւ զբոսաշրջության ոլորտներեն ներս։ Մենք վճռական օրենք աջակցենք Հայաստանի եւ Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերություններուն։ Մենք պիտի շարունակենք աջակցել Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայության Հայաստանի մեջ, որովհետեւ անոր արժեքավորը լալը բազմիցս ապացուցված է։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին Սլովակիա վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին վերջնական խաղաղության համաձայնության հասնելու ցանկերում մեջ առաջնորդած դերակատարության համար։ Խաղաղ ղեկավարումը հզոր ուղերձ պիտի ելա Եվրոպային, որ հագամարտությունը կրնան լուծվիլ դիվանագիտական ցանկերով, ելույթի եզրափակեց Ռոբերտ Ֆիցոն։ Երևանի մեջ պաշտոնական արարողությամբ կարմիր քորքով եւ բադվո բահակախումբով ընդունված է Սլովակիա վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնասիրության հետ քննարկումները շարունակված են ընդլայնված կազմով։ Զրուցակիցները քննարկած են երկկողմանի արևդրատնտեսական հարաբերություններու զարգացումը, գործարար գաբերու ընդլայնումը, արդյունաբերական, գյուղատնտեսության, ուժանյութային ոլորտներեն ներս փոխգործակցության վերաբերող հարցեր։ Մտքեր փոխանակած են Հայաստանի Եվրամիության հարաբերություններու հետագա զարգացման, մեր երկրի մեջ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներու հարաճ խաղաղացման շուրջ։ Զրուցակիցները անդրադարձած են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ վերջին զարգացումներուն։ Գարմիր քորք ու բադվո բահակախումբ Սլովակիա վարչապետին այցելությամբ։ Երկկողմանի օրագարկային հարցեր ու գործակցության նոր ուղղություններ քննարկվեցան։ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Ֆիցոն առանձնազրույցեն յետ քննարկումները շարունակեցին ընդլայնված կազմով, ապա հանդես եկան ասուլիսով։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին։ Խաղաղության հասնելու համար Հայաստանը պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը ամբողջության իրացնելու շեշտեց վարչապետը։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի եւ թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետեւ իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ եւ այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն։ Սլովակիան առաջին երկրներն է, որ ողջունած է այդ քայլը եւ կսպասի շարունակության, շնորհակալությամբ ընդգծեց Հայաստանի վարչապետը։ Հայաստանը շնորհակալ է Սլովակիա նաեւ վերջին տարիներու աջակցության համար դիտորդական առաքելության շրջանագեն մինչեւ եվրոպական խաղաղության գործիքի ծրագիրներում մեջ Հայաստանի մասնակցության ուղղությամբ ներդրած չանքերուն, մուտքի արտոնակիրներու ազատականացման բանակցային աշխուժ փուլին եւ 2026 թվականի քարնան եվրոպական քաղաքական համայնքի հյուրընկալությունը Հայաստանի մեջ կազմակերպելու կապակցությամբ։ Հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Երկկողմանի գործակցության ուղղությունները շատ են, բայց մի քանին հատկապես մեծ են, օրինակ ուժանյութային ոլորտը մանրամասնեց Փաշինյանը։
Նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ։ Իհարկե վարչապետին բավականին ներկայացուցչական գործարար պատվիրակություն է ուղեկցում եւ ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա։ Սլովակիայեն Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրված են համընկնող ներուժ ունեցող ոլորտներու մեջ գործակցությամբ։ Սլովակիա վարչապետը ուրախությամբ հայտնեց, բայց մինչև երկկողմանի գործակցության ոլորտներուն անդրադառնալը նախ շեշտեց։ Ես շատ ուրախ եի մեծարգո բարոն վարչապետ անմիջապես ձեզ լսելու ձեր քննադատականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններու ընթացքին վերաբերյալ։ Այդ տեղեկատվությունը ինձ համար շատ արժեքավոր է եւ ես ուրախությամբ զայն պիտի հաղորդեմ մեր գործընկերներուն Եվրամիութենեն ներս։ Ապա արդեն մանրամասնություններ պատմեց հանդիպման ընթացքին ցերկ բերված պայմանավորվածություններ են։ Առաջին ուղղությունը միջուկային ուժանյութայինի ոլորտն է։ Դուք նշեցիք հյուրեական ուժանյութը։ Հայաստանը եւ Սլովակիան նույն տիպի գայաններ ունին։ Մենք քննարկեցինք օգտագործված հյուրեական վարելիքի հետագա կառավարումը։ Երկու երկրներում մեջ կան մասնակցված ընկերություններ։ Եկեք անոնց միացյալ չանքերով հրաշալի համագործակցություն ունենանք, որոնց շուրջ արդեն պայմանավորվածություն ցերկ բերած ենք։ Պաշտպանական ռազմաարդյունաբերության ոլորտը համագործակցության մյուս ուղղությունն է։ Ես ասած եմ եւ եթե թույլ տաք, պիտի կրկնեմ, եթե մենք չարդատրենք զենք, ապա ուրիշը պիտի ինե ադիգա։ Մեր փոխարեն եւ մենք ստիպված պիտի լանք քնել այդ զենքը։ Եթե մենք մեծ գումարներ կձախսենք պաշտպանության համար, պետք է որպես փոքր բեդություն օգտագործենք մեր հնարավորությունները, արդատրելով այնպիսի ապրանքներ, որոնք կբավարարեն մեր գարիքները։ Միևնույն ադեն մեզ չեն գաբեր խոշոր մատակարարներու հետ։ Սլովակիան գիրառած նախագիծերը ներկայացուց թե ինչպես ռազմական տարեհաշվին հաշվին գիրականացնե ենթակառուցվածքներուն ծիրագիրներ, հիվանդանոցներու, ճանապարհներու եւ գամուրջներու վերակառուցման համար։ Ես խորապես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք ոչ միայն զենք, ինչպես մենք տեսած ենք անցյալին։ Քննարկումները թե ինչպես եւ որքանով պիտի գիրառվին հաջորդ հանդիպման քննարկման սեղանին վրա պիտի ելլա, իսկ այդ հաջորդ հանդիպումը տեղի պիտի ունենա Սլովակիո մեջ։ Հայաստանի վարչապետը ընդունած է հրավերը։ Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ժան-Նոել Բարոն իր առաջին այցելությունը կատարած է Հայաստան։ Անհայտարարած է, որ եկած է վերահաստատելու Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ խաղաղության գործընթացին։ Բարոնը ընդգծած է, որ ժամանակն է ստորագրելու եւ վավերացնելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Գործընկերոջի պատասխան արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատած է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպելու ադրբեջանական կողմին հետ քննարկելու համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամկետը։ Հանդիպման ընթացքին Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարը նաև ասաց է, որ Ֆրանսիան նախադեсած է Սյունիքի մեջ բանալի հյուպատոսական գործակալություն, ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ոլորտի մեջ եւ աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացման։ Հանդիպման ավարտին արտաքին գործոց նախարարները ստորագրած են 3 նոր փաստաթղթեր, ներառյալ քաղաքական խորհրդակցությունների իրականացման, ապա տեղեկատվության թեմ պայքարի եւ թիվանագիտության վերապատրաստման ուղղություններով։ Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ժան-Նոել Բարոն առաջին անգամ լալով կգտնվեր Հայաստան։ Հայաստանը են նաև Ֆրանսիայի խորհրդարանի 7 պատգամավորներ խորհրդարանական թիվանագիտությունը խորացնելու եւ վերահաստատելու համար։ Ֆրանսիան կշարունակի մնալ նաև Լեռնային Ղարաբաղի դահանվածներուն եւ Հայաստանի կողքին։ Ես եկած եմ անգամը եւս հավաստիացնելու Ֆրանսիայի աջակցությունը, որ նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լա գայուն ամբողջական եւ անխախտ։ Հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարը Միրզոյանի հետ առանձնազրույցեն յետք ասուլիսի ժամանակ։ Մեր շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայր ձևավորելը Հայաստանի արտաքին քաղաքական քերագայություններն է, ընդգծեց Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ եւ ինչպես նախկինում այսօր եւս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու եւ որոշելու համար։ Ֆրանսիայի գլխավոր թիվանակետը հայտարարեց, ժամանակն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Ուզեմ ընդգծել վարչապետ Փաշինյանի համարձակությունը, ժամանակն է համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու։ Այդ մասին գսեն Ֆրանսիան, Ամերիկան եւ ողջ Եվրոպան, աջակցելով Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության։
Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ հանդիպման, հայտարարեց Հայաստանի արտաքին գործոց նախարարը։ Երբ ադրբեջանական կողմը նոր պայմաններ կառաջադրեց, թե ինչի մասին են Երևանի եւ Բաքվի միջև բանակցությունները հարցին Միրզոյան արձագանքեց։ Քննարկումները կարող են գնալ ոչ անպայման, դուք մի քիչ ծայրահեղաբար նորակեցիք ընդունել պայմանները կամ ամբողջապես մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել։ Նախարարը մանրամասնեց, որ եթե օրինակ Բաքուն իսկապես կմտահոգվի, թե Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ կբարունակի Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ խնդրի լուծումը համաձայնագրի ստորագրումն է։ Վերադառնալով Հայաստան-Ֆրանսիա երկկողմանի հարաբերություններում խաղաղության եվրոպական գործիքի դրամատրում, մուտքի արտոնակիրներու ազատանակացում, ենթակառուցվածքներու զարգացման ծրագիրն էր։ Ֆրանսիան պիտի շարունակի գործել Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններու սերտացման ուղղությամբ Ժան-Նովել Բարոյի վերահաստատումներ։ Հարկ է նշել, մեր երկու երկրներուն համագործակցությունը պաշտպանության ոլորտեն ներս ըլլա անձնագազմի վերապատրաստում, թե սպառազինության դրամատրում։ Այս ամենուն նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը։ Նաև ամրապնդել ժողովրդավարական ձևաչափը Ֆրանսիան Սյունիքի մեջ հիպատոսական գործակալություն պիտի բանապատմեց բարոն։ Խորիսի մեջ տեղի պիտի ունենա նաև հայ-ֆրանսական ապագետրոնացված քաղաքականության համաժողովը։ Արդյոք Ֆրանսիան եւ Հայաստանը պատրաստ են հարաբերությունները տեղափոխելու ռազմավարական գործընկերության մագարտակ հարցին Ժան-Նովել Բարոն արձագանքեց, թե երկու երկրներուն եւ ժողովուրդներու միջև արդեն մեծապես ռազմավարական են հարաբերությունները։ Արարատ Միրզոյանը հավելեց. Ինչպես արդեն ասվեց, մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեր խորը համագործակցություն նաեւ փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անունները եւ որակավորումները կրի։ Իսկ այդ ծիրեններս ինչպես կգնահատե Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ռուսիոտերը տարածաշրջաններս։ Մենք ունենք հստակ ուղերձ, կցանկանք խաղաղություն, եւ որբեսի խաղաղությունը հստակ լա, նախ եւ առաջ պետք է հրաթաթար լա, որ հնարավորություն կտա իրականացնելու բացաճ բանակցություններ։ Ֆրանսիան եւ Եվրոպան պատերազմի մեջ չեն Ռուսիո եւ ռուս ժողովրդին դեմ, սակայն կդիմադրեն ուժի միջոցով Եվրոպայի մեջ սահմաններու վերակծումին։ Բայց մինչ փաստաթղթավորվին Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունները երկու արտաքին գործոց նախարարները արդեն իսկ այսօր երկկողմանի հարաբերությունները խորացնելու 3 փաստաթուղթ ստորագրեցին, որոնք կնախատեսեն տարեկան քաղաքական խորհրդակցություններու իրականացում, համագործակցություն ապադեղեկատվության թեմ պայքարին մեջ եւ դիվանագետներու վերապատրաստում։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության պատասխանատուն խորհրդանշական համարեց, որ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին կգտնվի Հայաստանի մեջ։ Երկու երկրներու խաչացեմած պատմության հերթական կանգառը Ձիձեռնագափերտի բարձունքին վրա էր։ Հուշաբադի ետևի մասը տեղի ունեցավ 4000 հայեր փրկած ֆրանսացի Լուի Դարտիշ դու Ֆուրնեի հուշակարի հանդիսավոր բացումը։ Հուշաբադին ավելցավ Լուի Դարտիշ դու Ֆուրնեի քերեզմանեն բերված հողը եւ տեղադրվեցավ անոր հուշադախտակը։ Լուի Դարտիշ դու Ֆուրնեն 1915 թվականին Մուսալերան հերոսամարտի ժամանակ զբաղեցուցած է ֆրանսական արևելյան նավադորմի փոխծովագալի պաշտոնը եւ վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունը ու չսպասելով Ֆրանսիայի կառավարության հրամանը միանցյա որոշում կայացուցած է օգնության հասնելու անհավասար պայքարի մեջ գտնվող հայերուն, որոնց շնորհիվ 4000-ը ավելի մուսալերցիներ փրկված են տեղափոխված են Եգիպտոս։ Երևանյան երկխոսության շրջանագեններ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ ունեցած է շարք գործընկերներու հետ։ Անընդունած է Մոնտենեգրոյի փոխվարչապետը ու Հունգարիու արտաքին գործոց նախարարը, ինչպես նաև եվրոպական արտաքին գործողություններու ծառայության գլխավոր քարտուղարը։ Կայացած է նաև հանդիպումը Քաթարի պետական նախարարին հետ եւ Իրանի արտաքին գործոց նախարարի դեղագալին հետ։ Քննարկումներ առանցքին եղած են Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացումը, Հայաստանի եւ տարածաշրջանի մեջ խաղաղության հաստատման ուղղությամբ դարվող չանքերը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանագեններս Երևան կգտնվեր Մոնտենեգրոյի արտաքին եւ եվրոպական գործոց փոխվարչապետը Ֆիլիպ Իվանովիչը ընդունած է արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակած են Եվրամիության հետ եւ եվրոպական քաղաքական համայնքի շրջանագեններս գործակցության հարցերու շուրջ։ Անդրադարձ կատարված է նաեւ Հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման ուղղված չանքերուն, որուն ծիրեններս նախարար Միրզոյանը ընդգծած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը հանդիպած է նաև Հունգարիու արտաքին գործոց եւ արտաքին արևդուրի նախարար Պիտեր Սիարտոյի հետ։
Քննարկած են Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները եւ գործընկերության խորացման ուղղված համատեղ քայլերը։ Նախարար Միրզոյանը ընդգծած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արտաքին գործոց նախարարները անդրադարձ կդարած են ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթուղթերուն, նաեւ աջակցության շրջանագեններս Լեռնային Ղարաբաղեն տեղահանված երեխաներու եւ անոնց ուղեկցող անձանց Հունգարիո մեջ հյուրընկալելու ծրագրին։ Զրուցակիցները հույս հայտնած են, որ երկու երկրներու մայրաքաղաքներու մեջ թիվանակիդական ներկայացուցչություններու բացումը լրացուցիչ խթան պիտի հանդիսանա գործակցության զարգացման ուղղությամբ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանագեններս կայացած է նաև Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական արտաքին գործողության գլխավոր քարտուղար Պելեն Մարտինես Կարբոնելի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկած են Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրագարկը։ Անդրադառնալով աշխարհակահաղական միտումներուն նախարար Միրզոյանը ընդգծած է համախոհ եւ ժողովրդավարական սկզբունքներու վրա հիմնված գործընկերություններու ամրապնդման եւ ժամանակին համապատասխան որոշումներու կայացման կարեւորությունը։ Հանդիպման ընթացքին անդրադարձ կդարված է նաեւ դարաձաշրջանային զարգացումներուն։ Արարատ Միրզոյանը եւ Կաթարի պետության pedagogan նախարար Մոհամմադ բն Աբդուլլահ Ալ-Խուլայֆին քննարկած են քաղաքական երկխոսության ընդլայնման ուղղված աշխատանքը, ներդրումներու խրախուսման հնարավորությունը։ Մտքեր փոխանակած են Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի անվտանգային հարցերու շուրջ։ Անդրադարձ կդարված է Գազայի մեջ տիրող իրավիճակին։ Նախարար Միրզոյանը ներկայացուցած է դարաձաշրջաններս խաղաղության հասնելու, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Գայացած է նաև Արարատ Միրզոյանի եւ Իրանի արտաքին գործոց նախարարի դեղակալ արտաքին գործոց նախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտության կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հանդիպումը։ Զրուցակիցները անդրադարձած են Հայաստանի եւ Իրանի մեջ կազմակերպվող Երևանյան երկխոսություն եւ Թեհրանի երկխոսություն միջազգային համաժողովներու միջև գործակցության հարցերուն։ Հայաստանի արտաքին գործոց նախարարը եւ Իրանի արտաքին գործոց նախարարի դեղակալը մտքեր փոխանակած են դարաձաշրջանային զարգացումներու խաղաղության եւ գայունության ուղղված ջանքերու շուրջ։ Երկուստեք ընդգծված է դարածքային ամբողջականության եւ սահմաններու անձեռնմխելիության անվերաբահարկման հարցի մեջ սկզբունքային մոտեցումը։ Կառավարությունը շաբթվան նիստին հաստատած է շարք մնախագիծեր, ըստ օրենսդրական փաթեթի պետական մարմինները այլևս գույք անհատույց պիտի չօգտագործեն, զան պիտի վարձակալեն Պետութենեն, իսկ գումարը պիտի ուղղվի պետական քանցարանին։ Նախագիծի նպատակն է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը։ Նիստին ընթացքին գործադիր իշխանությունը ընդունած է նաև ընտանեկան օրենսգրքի փոփոխություններու նախագիծը, որով կնախադեсվի ուժեղացնել պետության թերակատարությունը երեխաներու իրավունքներու պաշտպանության ոլորտի մեջ։ Նիստին մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Պետական մարմինները գույքը անհատույց օգտագործման փոխարեն կվարձակալեն Պետութենեն։ Օրենսդրական փաթեթի հիմքի մեջ նաև միջազգային փորձը դրված է։ Վարձակալության գումարը պիտի ուղղվի պետական տարեհաշվույն։ Նպատակն է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը։ Նախագիծը հիմնավորեց նախարար Խուդատյանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների։ Այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկված է անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրել պետական մարմիններուն, պետական ոչ արևդրային գազམ་ագերբություններուն եւ հիմնադրամներուն։ Ենթադրում է կառավարության շենքն են վարձակալում։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ արևդրային գազམ་ագերբություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Մեծ թիվով գազམ་ագերբությունները Անդրեասյանի խոսքով նաեւ իր ղեկավարած քերադեսչության համագարքին դակ են։ 1352-ը դպրոց է, կան մշակույթի, մարմնամարզության հաստատություններ։ Ըստ անոր պետք է հաշվի առնել որակի առանձնահատկություններ։ Անոր գարձիկով այդ ծավալի վարձակալությունը կհառաջացնել լրացուցիչ փեր դարեհաշվույն համար։ Սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու։ Հետևաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։
Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամա մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն։ Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքով նախագիծը գաբահով է մասնավորի հետ մրցակցություն։ Խոսքը կվերապերի հատկապես առողջապահության եւ գրթության ոլորտներուն։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետքա լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք։ Գալվածակրթության կոմիտեի ղեկավարին խոսքով պետք է արդեն քույքի իրավունքներու կրանցման գործընթաց մեկնարկել, որբեսի խոչընդոտ չլա վարձակալության դրամատրման ժամանակ։ Որոշում կայացնելու ադեմ վարչապետը նկատել տվավ, որ պետք է pedagogan քույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, շուգան աշխուժացնել եւ մասնավորին հետ մրցակցել։ Որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի միակ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում է արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար։ Այն որ բարեփոխումը, այո, անորոշություններ ա բերելու, մտահոգություններ ա բերելու, շահարկումներ ա բերելու, հիմա ասելու են, դպրոցները ուզում են վարձով տան։ Հա, բայց մենք ենք վճարում։ Այս ծիրեններս վարչապետը անդրադարձավ մարզահամերգային համալիրի մեջ տեղի ունեցած հարսանեկան միջոցառման շուրջ աղմուկին։ Տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառեզբումն իմաստով։ Քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի։ Բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նման գերբ է վերաբերմունքը նաեւ եկեղեցիներուն հանդեպ։ Ան գրթության, գիտության, մշակույթի եւ նամնամարզության նախարարուհին հորդորեց եկեղեցիներու համար չափանիշներ սահմանել։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենես տեղ աղբա լցրած, ընդեղ աղբա լցրած, ընդեղ ինչ որ մեկի հին շորերն են, ընդեղ մեկը կոշիկներն ա դրել, ընդեղ մեկը իր հին կռավատնա բերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ։ Ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է ու ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում։ Ես շատ ուշադիր հետևում եմ։ Հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, ասեք եկեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա։ Շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն։
Հավանություն դրվեցավ ընտանեկան օրենսգրքի մեջ փոփոխություններ ու նախագծին, որմով գարաչարգվի մեծցնել համայնքին թերը երեխաներու իրավունքներու պաշտպանության գործի մեջ։ Ադիգաբիդի իրականացվի ոլորտեն ներս հadoop մասնակցած ընկերային աշխատողի միջոցով վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սահմանված է ծաղրի ենթարկելու բուլինգի հասկացությունը։ Ամրագրված է, որ pedagogan եւ դեղական ինքնակառավարման մարմիններն ու գազམ་ագերբությունները միջոցառումներ պիտի ցերնարգեն երեխան ծաղրի ենթարկելը կանխարգելելու համար, անոր վտանգին տակ գտնվող կամ ենթարկված երեխաներու պաշտպանության համար, անհրաժեշտ գործիքագազմեր ստեղծելու ուղղությամբ։ Սահմանված է նաեւ ապրուստի վճարման անգանխիկ ձևով ընդունման ղեկավարումը։ Երեխային մասնակցությունը որթեքրման դադարության պիտի չդառնա բարդաթիր պայման։ Նշվեցավ, որ 2004-ին հետ առաջին անգամ լալով այս փաթեթով ոլորտեն ներս մեծ համաբարփակ վերանայում կկատարվի։ Այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Վարչապետը անդրադարձավ այն ընկալման, թե զարգացած երկրներու մեջ ընտանեկան արժեքներ չկան։ Ադոնք մեր կողմն են, իսկ այնտեղ այլասերած արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասա հենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Բարձվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք, ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտությունն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, ել չեմ ասում, նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ այ գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետք է նույն տանիքի տակ ապրեն, եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Գարաչարգվի ավելցնել բարդաթիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ գրծեր սպայական գազմերու զինվորական ծառայողներուն դրվող հիմնական արձակուրդի ժամկետները, անոնց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երթում կատարելու գաբակցությամբ։ Նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեկային վարկավորման սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Նախագծով երթման արարողության հետ կապված 2 օրով պիտի սահմանվի արձակուրդի իրավունք, իսկ ծառայության ընթացքին յուրաքանչյուր 6 ամիսա անգամը բոլոր ժամկետային զինվորական ծառայողները բարդաթիր պիտի ստանան արձակուրդի հնարավորություն, որբեսի այնպես չբադահի, որ մեկ մասը օգտվի, մյուսները չօգտվին։ Բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։ Արձակուրդի չափերը կապված են իրենց ծառայության բնույթից։ Մի մասը արձակուրդ ում ծառայություն ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով,
մյուսները 7 օրով։ Գործող օրենսդրությամբ շարքային գազմը 10 օրով արձակուրդ կերտա, սերժանտական գազմը 15 օրով 25 ամսվա ընթացքին։ Այս առաջարկով մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվորական ծառայողները 24 ամսվա մեջ պիտի ունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվորական ծառայողները 21 օր։ Այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն հիմնավորվածությունը հիմա որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի։ Որոշման նախագծի քննարկումը ազգային ժողովեններս համարվեցավ անհետացկելի։ Օրենսդրական նոր փոփոխությամբ կառավարությունը կառաջարկե 2022 թվականին ռազմուսումնական հաստատություններ ընդունված ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաներուն համար սահմանել բնակարանի ցերկբերման իրավունք միջինը 35 միլիոն դրամ հաշվարկով։ Այս շաբաթվան համար մենք պատրաստած էինք այս կանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։